Դերասան հումորիստ Արմուշը, ով այս շրջանում գտնվում է հայրենիքում, աշխատանքային բուռն գործունեություն է ծավալում։ Ինստագրամյան իր էջում նա ևս ակտիվացել է հրապարակելով տարբեր կադրեր իր առօրյայից։ Նրա հերթական ինստագրամյան սթորիում երևում էր, որ Արմուշին կանգնեցրել են ճանապարհային ոստիկանները ու տեսնելով, որ դերասանն է, ջերմ գրկախ առնվել են նրան, ինչից կարելի է ենթադրել նաև, որ Արմուշը չի տուգանվել։ Հիշեցնենք, որ ավելի վաղ հարցազրույցներից մեկում նա խոսել էր մի քանի թեմաների մասին, որոնք էլ ներկայացնում ենք ձեր ուշադրությանը։ Այդ ամեն ինչի թե հայրը, թե մայրը, թե կնքահայրը եղել է Վահագն Գրիգորյան, իմ ընկերը։ Այդ ժամանակ Ռուսաստանում դուրս էր եկել Comedy Club-ը։ Ինքը ասաց՝ նման բան պետք է անենք։ Ինքը ասաց, որ պետք է զանգենք ԿՎՆ-ի թիմի անդամներին եւ ով ցանկանում է միանա։ Հետաքրքիրն այն է, որ Կարեն Բաբաջանյանի մասին խոսելիս Արմուշը նշեց, որ չի ուզում վերջինիս անունը հնչեցնել եւ միայն մհերի հարցադրումից հետո ընդգծեց, որ խոսքը Կարենի մասին է, ով ըստ Արմուշի համաձայն նախնական պայմանավորվածության պետք է զբաղվեր միայն գովազդային հարցերով։ Ես ինքս եմ խնդրել, որ իրեն բերեն այդ ճանապարհին, իմ խաթր եղել է։ Այդ տաղանդավոր մարդկանց շնորհիվ ստեղծվեց 32 ատամը։ Վահագը դարձավ ստեղծագործական ղեկավարը։ Հենց առաջին ելույթը վերջացավ, արդեն 5 TV-ներից առաջարկներ ունեինք։ Երբ ստեղծվում է մի ընկերների խումբ, որոնք մեկը մյուսի հետ ավտոմատ շղթայված են, եթե մեկը քանդվում է, մնացած բոլորը քանդվում են, ու երբ չի գնահատվում դա, եթե այսքան մարդը չլինեին, դու տվյալ անձը չէիր լինի, իսկ դա նշանակում է, որ քեզ միշտ պետք է համեստ պահես, պետք է գնահատել այն, ինչ ունես։ Մենք Շանթում շատ լավ էինք զգում մեզ եւ ունեինք ծրագիր, որը կոչվում էր 3 պատ։ Ուղղակի մի օր տվյալ անձնավորությունը գալիս ասում է, մենք տեղափոխվում ենք Armenia TV, ու մենք տղաներով ասացինք, ով է որոշել, ու մենք, բայց ինչի մենակով, ասաց տղեկ, հետո պատմելու եմ, հաստատ համամիտ կլինեք։ Այդ ժամանակ էլ մենք որպես ինքը կոլեկտիվից որոշեցինք իրեն մենակ չթողնել։ Մենք հետո իմացանք, որ ինքը Շանթի ղեկավարության հետ կոնֆլիկտ է ունեցել, դատ ու դատաստաններ, բայց մենք դեմ էինք գնալ Armenia TV, որովհետև ասացինք, Արմենիայի խոհանոցը մեզ դուր չի գալիս, այնտեղի մթնոլորտը չենք սիրում, իրենց աշխատելավոճը, իրենց վերաբերմունքը պրոյեկտներին, բայց տեղափոխվեցինք ու սկսեցինք 32 ատամ անել ու 3 պատ կոնտրակտներ կնքեցինք։ Բայց հենց սկզբից ղեկավարությունը տեսնելով, որ մենք փակում ենք իրենց բոլոր հաղորդումներին բացի կարգինից, հենց այդ ժամանակ Ամերիկայի Միացյալ Նահանգներում մեծամերկ դրեցին 7.5-ի ու 32-ի։ 7 ամիս էր անցել ու մի գեղեցիկ օր այդ տղան եկավ ասաց 3 պատը չկա, փակվում է, ասում են գովազդատուներ չկան, բայց մենք կոնտրակտ ունեինք։ Խոսակցությանը ներկա էր նաև հեռուստատեսության ղեկավարը Վահագն Սարգսյանը։ Խոսակցության ընթացքում հասկացանք, որ Վահագը Կարենի խելքը կերել է, որովհետև հենց սկզբից նպատակ եղել է 32-ը քանդելու։ Մենք հասկացանք, որ ախորժակը մեծացել է, հասկացել է, որ կարող են 2 հոգով մնալ եւ ավելի շատ փող աշխատել, քան այսքան խմբով։ Կերավ մեքենայի կուտը, հասկացանք, որ կորցրեցինք մեր ընկերոջը։ Գնացինք տղեկով հավաքվեցինք, Վահագին եւ Կարենին հրավիրեցինք, ասացինք մենք գնում ենք Շանթ, դուք մեզ հետ եք, բայց Կարենը էլ չի լինելու պրոդյուսեր, ասացին չէ, մենք գնում ենք Արմենիա։ Վահագը ասաց ես գնում եմ իմ ստեղծածի հետևից։ Շատ ուրախ եմ, որ ուշ ենք տեսնում Կարենին, որովհետև ինձ հաճելի չի իրեն հանդիպելը։ Ֆինանսական բան չի եղել, ուղղակի մեզ համար անընդունելի է եղել իր միանձնյա որոշումը։ Անցան տարիներ, Վահագն էլ խաբված դուրս եկավ, ինչ որ հիասթափություն է ունեցել Կարենից։ Վահագը իմ աղբերն է ու մինչև այսօր իրար հետ ենք, ընդամենը 4 տարի դադար ենք ունեցել։ Արմուշը խոսել էր նաև Վարդուհի Վարդանյանի ողբերգական վթարի մասին։ Վարդուհին ամենադժվար արթնացող մարդկանցից էր։ Ինձ խնդրել էր, որ առավոտ շուտ գնամ իրենց տուն, իրեն քնից անեմ, որ նստենք մեքենան։ Ինքը քնի, ես քշեմ մինչև հասնենք Մարտունի։ Այդ օրը շատ ակտիվ էր, ինքը վարեց, գնացինք։ Իր երգելու ժամանակ թեթև անձրև եկավ, ասաց ինքն է ուզում քշի։ Նստեցինք, շարժվեցինք, ես քնած էի ու գոռոցից եմ զարթնել, ուզում էի արթնանայի ու էլ չեմ հիշում։ Մարտունիից Գավառ չհասած փոքր 60 մետրանոց դիք կա։ Տպավորությունն այնպիսին է, որ ինքը շարունակվում է, բայց դա հենց ավարտվում է անմիջապես ձախ է ու նշան էլ չկա։ Սովորական 50-60 էինք գնում ու ես աղմուկ գոռոցն եմ լսում թութուշի, մինչև ուզում եմ արթնանամ, գլորվում ենք ձորը անդադար ու կանգնեց մեքենան։ Նոր սթափվեցի, հետո եմ հիշում, շոկի մեջ եմ եղել։ Չգիտեմ ոնց եմ մեքենայի փոքր պատուհանից դուրս եկել, մի 10 քայլ վազելով հեռու գնացի մեքենայից ու մեջքի շատ
ուժեղ ցավից ընկագետնին, ողնաշարից դեպքը արդեն տեղի էր ունեցել, եղիշը ուշաթափված ընկած էր, վիզը կոտրվել էր, մեջքից ցավից մեռնում էի, անբացատրելի էր, ցավից գոռում էի, ոնց որ երեխա ունենայի։ Այդ ցավերով գնում ենք Թութուշի մոտ, ներսը նայեցի, հասկացա, որ պրծած ա, բայց հույսս չէի կորցնում, ասացի այնքան լավ է, որ հուղարկավորությանը ներկա չեմ եղել, Թութուշին այդպես չեմ տեսել։ Արմուշը խոսել էր նաև Գևորգ Եղիազարյանի մահվան մասին ու ասել. Գևը այն մարդն է եղել, որ ինձ ու Վահագին բեմական կուլտուրա է սովորեցրել, Գևին ամեն օր ենք հիշումն ա, ամեն տեղ է մեզ հետ, ուղղակի Գևին ճանաչելով, նրա ապրումները իմանալով ու իմանալով, թե ինքը ինչքան էր ցանկանում շուտ մահանալ, կոպիտ ասած մեզ ադապտացրել էր այդ մտքին, իրոք ինքը երազում էր, ասում էր, երբ պետք է լինի պրծնեմ։ Ինքը իրենից էր փախչում, որովհետև ինքը լիարժեք ազատ չէր, երբ Հայաստանից տեղափոխվեց Ամերիկայի Միացյալ Նահանգներ, մտածեց, որ գոնե ինքը իրենով կլինի, մի քիչ էլ Երևանի հոգսերից հեռու կլինի, որովհետև մեծ ընտանիք էր պահում եղբայրներ, եղբոր երեխաներ, ծնողներ, անձնականը չդասավորելով, կեսին չգտնելով, երեխայի բերկրանքը չզգալով։ Երևանում էինք, երբ առաջին ինսուլտը եղավ, 2 հատ էլ Ամերիկայի Միացյալ Նահանգներում, նշել էր Արմուշը։ Հիշեցնենք, որ ընդամենը շաբաթներ առաջ Արմուշի կինը Լուսինեն նշում էր ծննդյան տարեդարձը եւ օրվա առթիվ հումորիստը հուզիչ անակնկալ էր պատրաստել կնոջ համար, ընկերների մասնակցությամբ։ Եկավ։ Սեմ, դες պատրաստ եք դավացը։ Այսօր այստեղ են համոզված եմ բոլորը ուրախ են քո երջանկություններով, քո ձեռքբերումներով, ոնց կաս ավելին, չեմ ասում մնա տենց, ավելին եղի, ինչքան լավն ես, ավելի շատ լավ եղի, այնքան լավ եղի, որ դու ինքդ էլ արդեն ասես վերիքն, պատժում եմ քեզ ծնունդը շնորհ, որ Իսկ միջև տորտը փչելը, ուրեմն մի փոքրիկ նախաբան ունեմ, արդեն հարգել եմ, բայց երազակը կիսատ ամենացել այդ բարոգու ու դրա համար այս կյանքում երբեք ուշ չի ոչ մի բանի համար, ոստի լոր ջան, ես մտածեցի, որ դու պետք է քո երազանքը շարունակես, դու այսուհետ ունես lifetime ունես մի տեղ, որտեղ դու պետք է այցելես Փարիզ, ասկոս